Հուլիսի 16-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17.6%-ով։ Նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաեւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։ Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը։ Բացահայտման արդյունավետությունը 76.8%։ Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը, բացահայտման արդյունավետությունը 78.5%։ Նվազել են սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաեւ համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել 99։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է, կազմելով 70.7%։ Նվազել է սեփականության, ինչպես նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը։ Ինչպես նախորդ 2 տարիներին բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է, առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11%-ով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 27986 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի եւ մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։ Ամփոփելով ներկայացված արդյունքները ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզի ստորաբաժանումներին կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը եւ ապահովել առավել չափելի ցուցանիշներ։ Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է, նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ։ Հանձնարարվել է առավել սերտ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում էկոպարեկային ծառայության հետ գործադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ապօրինի անտառահատումների դեպքերը բացառելու համար։ Զենք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է ակտիվացնել ինչպես դրանց հայտնաբերման եւ առգրավման ուղղված օպերատիվ աշխատանքը, այնպես էլ բնակչության շրջանում իրականացվող բացատրական եւ կանխարգելիչ միջոցառումները, խրախուսելով ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնումը։ Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարվող գործություններին։ Նախարարը հանձնարարել է յուրաքանչյուր նման դեպքի նկատմամբ ցուցաբերել անհետաձգելի եւ համակողմանի արձագանք, ապահովելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։ Սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ եւ մասնագիտական արձագանքի, ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը եւ առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման եւ դրանց արձագանքման մասով տրվել են հստակ հանձնարարականներ, ուժեղացնելու ռիսկերի վաղ գնահատումը, ապահովելու տուժողների պաշտպանությունը եւ խորացնելու համապատասխան մարմինների հետ համագործակցությունը։ Բարեկային ծառայությանը հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ճանապարհային երթևեկության
կազմակերպման, վտանգավոր հատվածների հայտնաբերման, ճանապարհային նշանների եւ գծանշումների բարելավման, ինչպես նաեւ երթևեկության անվտանգության բարձրացման ուղղություններով։ Վարչական ակտերի կազման եւ դրանց բողոքարկման գործընթացների վերաբերյալ նախարարը կարևորել է յուրաքանչյուր որոշման իրավական հիմնավորվածությունն ու փաստական ճշգրտությունը։ Հանձնարարվել է ոստիկանության տարբեր ծառայությունների ներգրավման պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ հատկապես բակային տարածքներում, գյուղական եւ սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաեւ զբոսաշրջային ակտիվություն ունեցող հատվածներում։ Այդ աշխատանքները պետք է լինեն թիրախային, կանխարգելիչ եւ ուղղված հանրային կարգի եւ անվտանգության ապահովմանը։ Նախարարը կարևորել է նաեւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով մշտապես ուշադրության կենտրոնում պահել ծառայողների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային մթնոլորտը եւ ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ակնկալվում են առավել հասցեական, համակարգված եւ չափելի արդյունքներ, հատկապես հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ու բնակչության հետ արդյունավետ աշխատանքի ուղղություններով։